Շուրջ մեկ շաբաթ է անցել, որ Հայաստանի վարչապետը ուղիղ տեքստով Ալիևին առաջարկեց 2 ստեկ փակել փախստականների վերադարձի թեման։ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն։ Պաշտոնապես չեն արձագանքում, այնպես կարծես չեն էլ լսում փակել արևմտյան Ադրբեջանի նարատիվն ու Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը։ Հայկական կողմից շատ ուղիղ է առաջարկը։ Սառաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս 2 թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Համառորեն իրենց նարատիվն են առաջ տանում։ Ուղիղ տեքստով այլ բան են ասում։ Արևմտյան Ադրբեջանի թեման մինչև 44-օրյա պատերազմը չեն շոշափել։ Իրենց հաղթանակին են սպասել։ Բավարարվեցին, սակայն ընդամենը մամուլի հրապարակում արձագանքով։ Մտքներով էլ չի անցնում հրաժարվել իրենց ընթացքից, Արևմտյան Ադրբեջան կոչվածն իրենց վերադարձից։ Գրում են, եթե մեզ առաջարկվում է համատեղ ճանապարհային քարտեզ մշակել, որը Արևմտյան Ադրբեջան վերադարձից հրաժարում է ենթադրում, ապա դա անընդունելի է։ Իրենց հայրենիք Արևմտյան Ադրբեջանից վտարված էթնիկ ադրբեջանցիների վերադարձը միջազգային հումանիտար իրավունքի մաս է։ Էթնիկ զտումների զոհերը վերադարձի իրավունք պետք է ունենան։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները դրան դեմ են խոսում որպես շանտաժ ակնարկելով հայերի վերադարձը Ղարաբաղ, ապա դա հազիվ թե համապատասխանում է խաղաղության օրակարգին եւ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելուն։ Ադրբեջանցիներն իհարկե այստեղ շրջանցում են փաստը, որ Ալիևյան վայրագություններից Արցախը հայաթափելուց հետո հենց Արցախում կատարված է միջազգային մասնագետները Եվրոպայի խորհրդում որակեցին էթնիկ զտում։ Քննարկում էին նույնիսկ Ղարաբաղում կատարվածը ցեղասպանություն է, թե էթնիկ զտում։ Արցախում կատարվածը ցեղասպանություն որակելը դժվար է, բայց այլ քրեական հանցագործություններ եղել է։ Էթնիկ հայերին տեղահանել են ուժի կիրառմամբ։ Հիմա Ալիևը ամեն օր իր քարոզչամեքենայով հենց այս թեման է գեներացնում։ Ուղիղ կարգադրություն է իջեցրել պետական կառույցներին զարգացնել այն դպրոցներում, մանկապարտեզներում, ուսումնական բոլոր հաստատություններում այս խնդրի վրա են կենտրոնացած։ Ստի թափանիվն այնքան են զարգացնում, գրում, հրապարակում, որ իրենք էլ են հավատում իրենց հորինած ստին։ Նրանց սերունդը կրթվում է գիտակցությամբ, թե Հայաստանն իբր իրենց հողն է։ Արևմտյան Ադրբեջանի հարցը ռազմավարական հարցերից մեկն է, որը վերջին տարիներին հատուկ տեղ է գրավել Ադրբեջանի հասարակական քաղաքական օրակարգում։ Մինչև 2020 թվականը այս թեման ընդհանրապես չէր քննարկվում, սակայն պատմական հաղթանակից հետո այս հարցը մտավ քաղաքական օրակարգ եւ մեզ ավելի մոտեցրեց հայրենիք վերադառնալուն։ 2023 թվականից սկսած գործընթացը ձեռք է բերել ավելի իրատեսական բովանդակություն։ Ադրբեջանագետն էլ ֆիքսել են, նրանք սկսեցին այս թեման զարգացնել հայկական կողմի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո միայն։ Օգոստոսի 8-ից հետո նախագահի մակարդակով այլևս դրա մասին չէր խոսվում, մինչև վերջերս։ Վերջերս արդեն նոյեմբերի 3-ի հայտնի ելույթում Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված նա ուղիղ կարգադրել է Ադրբեջանի ողջ պետական համակարգը եւ կրթական, գիտական, եթե կարելի է տերմինները օգտագործել նրանց պարագայում, դնել այդ քարոզչության վրա ու ներկայացնել, որ Հայաստանը ձևավորվել է ադրբեջանական հողերի վրա, հայերը քոչվորներ են, եկվորներ են տարածաշրջանում, որոնք խլել են ադրբեջանցիների հողը անարդարացիորեն եւ այդ խնդիրը պետք է ապագայում լուծում ստանա։ Ադրբեջանի բարձր էշելոնները ուղիղ են հայտարարում, թե խնդիրը հայերի ու Հայաստանի հետ երբեք չի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով։ Անթաքույց են խոսում Հայաստանի նկատմամբ զավթողական նկրտումներից։ Պետական հրահանգով են Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանում Արևմտյան Ադրբեջան։ Տերմին, որը ոչ մի աշխարհագրական, փաստական, պատմական ու անգամ տրամաբանական հենք չունի։ Մասնագետները սակայն հիշեցնում են, Ալիևյան ձեռագիրն է, ծրագրում ու հասնում է ուզածին, որքան էլ այն մենք համարենք ցնդաբանություն։ Սիրան Շմրեդյան, ժամը լրատվական։